Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Այսօր ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկա էր եւ նա ներկայացնում էր կառավարության կատարողականը 2024 թվականի եւ իր ելույթը ավելի շատ նման էր պարզաբանումների, թե ինչու շատ բաներ չի հաջողվել կառավարությանը, մասնավորապես ասում էր, որ ոչ թե կորցրել ենք մեր դուխը, այլ մեր օրակարգն է բացառել վենդետաները եւ վերադարձնել թալանվածը։ Այս պահին 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։ Առասարակ ինչ կասեք այս ուղղությամբ։ Ընդհանրապես 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի գլխավոր թեզերից մեկն է այդ թալանի վերադարձը, այն որ ապօրինի գույքի հետ վերադարձման գործընթացը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, երկրորդ կարծիք լինել չի կարող, դեռ ավելին կարող եմ ասել, որ դրա տեմպերը եւ արդյունավետությունը բավականին ցածր է, որովհետեւ այս թվերը իհարկե հասկանում որ Նիկոլ Փաշինյանի կամ իր թիմակիցների համար այդ երբ որ միլիարդ են ասում, տենց վայ, ես ինչ մեծ թիվ է, բայց թվերը ընդհանրապես միշտ համեմատության մեջ են եւ պետք է հասկանանք այդ միլիարդը ինչի մասին է։ Երբ որ նայում ենք ապօրինի գույքի այդ օրենքի շրջանակներում դատարանի որոշումները դեռ չխոսենք էլ վերադարձի մասին, որտեղ կանադառնանք դրան այդ վերադարձված այդ գումարները այդ միլիարդների մասին, որ խոսում է, ու երբ որ պատկերավոր ասած վերցնում են 20 տարին, հա, այսինքն նախկին իշխանությունները ինչ են ասում, նախկին իշխանությունները 20 տարի թալանել են, հիմա մենք վերադարձնում ենք, երբ որ նայում ես այդ 20 տարվա պետական բյուջեն, այն վերադարձի ծավալը, որը կա, մոտ 1% է կազմում, մոտ 1-2%-ի մասին է խոսքը, այսինքն ստացվում է, որ ընդամենը այդ 1% էին թալանել, այսինքն ընդհանուր հիմա կարելի է գալ տենց մեծ թվերի մասին խոսալ, բայց սրա արդյունավետությունը դրա մասին է, այսինքն արդյոք այդքան է այն ծավալը, որը պետք է վերադարձվեր։ Իհարկե ոչ, եւ սրա տեմպերը եւ այդ թալանվածը մի տեղում չէ, որ մենք գնանք այդտեղից վերցնենք, հա, բայց այն տարբեր երկրներում է, ասում է տարբեր մարդկանց անուններով է, դրա համար, չէ, դրա համար արդարացումների փոխարեն կա լիազորություններ ու ամենակարևորը որ բացակայում է իշխանության մոտ չկա ունակություններ։ Այն որ կա թալանած գույք, կա ստվերային ինչ-որ տնտեսության հատվածներ եղել, չվճարած հարկեր, հանցագործություններ, չարաշահումներ, թերացումներ, այդ դրա բացահայտումը ջանք ու ունակություն է պահոնակում, որ այս իշխանությունը չունի։ Տենց այո, հեշտ չի այդ ամեն ինչը վերադարձնել։ Դրա համար պետք են մասնագետներ, որը Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը չի կարողանում իրականացնել։ Հետևաբար այս թալանի վերադարձը նույնիսկ կրկնում կարևոր է, բայց դեռևս տեղի չի ունենում այն ծավալներով, ինչի որ անհրաժեշտություն ու հնարավորությունները կա, ու երկրորդ հանգամանքը։ Այս ամեն ինչը ի վերջո պետք է արտացոլվի բյուջեում։ Դեռևս երբ որ նայում ենք այդ վերադարձված գույքերը, դեռևս գույքի տեսքով դրանք փոխանցվում են պետգույքի կառավարման կոմիտեին, որից հետո նոր դրանք պետք է դրվեն աճուրդի եւ վաճառվեն, հայտնվեն բյուջեում։ Այդ ծավալների ընդհանրապես մի փոքր մասն է, որովհետեւ բազմաթիվ տներ, բազմաթիվ գույքեր կան, որոնք դեռևս չեն վաճառվել եւ երբ որ կլինեն արդյունք նոր կարող ենք ասել, բայց ամենակարևորը ընդհանրապես ինչի համար է պետական բյուջեն։ Պետական բյուջեն դրանք հավաքագրված միջոցներ են, որի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայելն է։ Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն զգում է անվտանգ եւ ապրում է բարեկեցիկ։ Որովհետեւ եթե այդպես մարդու բարեկեցությունն ու անվտանգությունը Նիկոլ Փաշինյանի կամ ազգային վիճակագրական ծառայության թվերով չէ, որ ասենք վայ, այս թիվը մեծ է, այս թիվը փոքր է, դրանից լավ ենք ապրում։ Մարդկանց կյանքը վերջին 1 տարվա ընթացքում էականորեն վատ թարացել է սոցիալ-տնտեսական ու զարմանալի է, լավ, բա որ այդ միլիարդները հետ եք բերում բյուջե։ Այն փոքր բիզնեսի հարկերը ինչի համար եք բարձրացնում։ Իսկ եթե բյուջեում փող է գալիս, ձեր ասած այդ նախկին թալանչիների այդ խոշոր կոռումպացվածների, բայց փոքր բիզնեսի հետևից ինչի համար եք ընկել, այն է ճանապարհով գնացեք, ընդհակառակ, բայց եթե թալանածը հետ եք բերում, այդ մարդիկ որ թալանել էին, նշանակում է այդ փոքր բիզնեսից էին, չէ՞, նաև թալանը։ Բայց հիմա արդար պետք է լինի այս փոքր բիզնեսի հարկերը պակասեցնենք, մարդկանց հարկերը իջացնենք։ Ուրա թոշակների բարձրացումը վերջի անգամ մի քանի տարի է թոշակները նույնիսկ 1000 դրամ չեն բարձրանում, հարկերը գույքը հարկը ինչ ենք բարձրացնում։ Ինչ են գնում գյուղերում ապրող մարդկանց, այդ գյուղացիներն են, թե են խոշոր, այդ ով որ թալանել է, գնացեք այդ խոշոր գույքերի վրա շքեղոցան այգ դրեք։ Ոչ թե ընկեք բոլոր գյուղերում, սահմանամերձ գյուղերում, մնացած գյուղերում գույքը հարկ եք բարձրացնում։ Հետևաբար բյուջեի մուտքերը պետք է ծառայեն քաղաքացիներին, իսկ այն ծախսերը, որը կատարվում է մեր բյուջեով, քաղաքացին չի զգում, որ բյուջեում բան է փոխվել։ Այսինքն այդ ծավալները չեն խոսում այն արդյունավետության մասին, որը պետական բյուջեն պետք է ունենա։
Ասում են, որ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետբյուջեն լրացուցիչ մուտք է եղել 4.2 միլիարդ դոլար։ Ընդհանրապես, բացի 1-2 անգամ 2008 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ 2020 թվականի, COVID-ի պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն վերջի 30 տարում յուրաքանչյուր տարի ավելանում է։ Այդ բնական երևույթ է ամբողջ աշխարհում։ Իսկ յուրաքանչյուր տարի տնտեսությունը յուրաքանչյուր երկրի աճում է, հարկերը ավելանում են տնտեսական աճի հաշվին, հարկերի հաշվին բյուջեն ավելանում է։ Հետևաբար այդ աճը յուրաքանչյուր տարի կա, եղել է նաև այդ Թալանչի նախկին իշխանության օրոք, որից Թալանը հիմա Նիկոլ Փաշինյանը վերադարձնում է, եղել է առաջին նախագահի օրոք, լինելու է հաջորդ իշխանության օրոք, այդպես կա Վրաստանում, Ադրբեջանում մնացած երկրներում, այսինքն բյուջեի աճը այդ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չի։ Հիմա նայենք թվերով։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մեծ հետ իր նաև այդ տնտեսական թիմից, երկնիշ տնտեսական աճ, հարկեր հնարավորություն, այդ ամենը չի փոխվում։ Այսինքն էլ ինչքան մոտ 4-5%-անոց տնտեսական աճ է լինում, որը էական դեր չի խաղում։ Ու չհաշված սրա կողքին նայում են գնաճը, թե ինչքան են գները բարձրանում։ Ինչքան է բարձրանում այդ գնաճի կողքին, նայում ենք առաջին անհրաժեշտության ապրանքի գները։ Ի վերջո տնտեսությունը, բյուջեն, այս թվերը ինչի մասին են, մարդու լավ ապրելու։ Հիմա եթե մարդը տեսնում է, որ իր եկամուտները չի ավելանում, կամ չի ավելանում այնքան, ինչքան գնում է խանութ ու ապրանքներն են թանկանում, հա։ Իսկն բոլոր առաջին հաշվության ապրանքները թանկանում են։ Հիմա եթե այդ բյուջեն ավելանում է, դրանից Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարգևավճար են ստանում, շրջագայություններ են անում, անիֆի նման անիմաստ հիմնարկներ են ստեղծում, այսինքն ի՞նչ է տեղի ունեցել։ Այս նախկիններից այս ապօրինի գույքով գումարները վերադարձել են բյուջե ու մի քանի 11 միլիոն դոլար դրել են անիֆում, որ Տիգրան Ավինյանը իր մերձավոր շրջապատը բարձր եկամուտներով ինչ-որ ծախսեր անի, աշխատավարձ գործողումներ, ինչ-որ ներկայացություններ տարբեր տեղեր ու իր մերձավոր շրջապատին վարկեր տա։ Այստեղ ժողովրդի օգուտը ո՞րն էր։ Հետևաբար, եթե այս բյուջեն չի ծառայում ժողովրդին, հիմա այն ժամանակ ապօրինի գույքի միջոցով էր Թալանը իրականացվում, հիմա գալի հայտնում է բյուջեի միջոցով է իրականացվում, թե այլ ճանապարհով է իրականացնում։ Մեծ հաշվով ժողովրդի կյանքում չի փոխվել էական այնպիսի իրավիճակ, որ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասի շատ լավ ենք մենք ապրում։ Աղքատության մակարդակը 2018 թվականից մինչև այսօր մոտ 1-2%-ի է, այսինքն 25%-ի շրջանակներում մենք շարունակում ունենք աղքատություն։ Բա 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում է Ժորժան դուք վատ եք ապրում, որովհետև այս մարդիկ ձեզ թալանել են։ Ժողովուրդն հավատացել է։ Բա հիմա եթե այդ մարդիկ թալանել են, այս ապօրինի գույքի օրենքն ընդունել եք, այդ գույքերը հետ եք բերում։ Գալիս է բյուջե, ամեն աստծո այդ հատիկ ստատուս է գրում Նիկոլ Փաշինյանը, Range Rover վերադարձրինք, բայց առանձնապես մեծ բաներ չէր ներկայացնում։ Հիմա մեր ասենք կան մի քանի մեծ գույքեր էլ կա, ասենք, թե հանուն արդարության ասենք կան, մի երկու կտոր մեծ հողակտորներ կան։ Լավ, այդ ամեն ինչը վերադարձել են, ապրեն, լավ են արել։ Բա հասարակության վրա ինչի չի տարածվում։ Ինչի կա Հայաստանում 25% աղքատություն։ Այսինքն ինչպես պետք է ժողովրդի վրա դա հիմա Գյումրիում միջև այսօր Գյումրիում միջև այսօր 2500-ից ավել տնակ կա։ Տնակ չէ, բայց ամեն Range Rover-ի դիմաց մի տնակ քանդեիք, տուն տայիք։ Չէ, հիմա ամեն Range Rover-ը, ամեն ավտոտնակը, ամեն փոքր հողակտորը, որը ասում ենք, այն որ մենք էլ ասում ենք, լավ այդ ամոթա երկրի ղեկավարը, բա թողերի մի հատ Range Rover ենք հետ բերել, այսինչ ընտանիքին տուն ենք տվել։ Մի հատ հողակտոր ենք հետ բերել, այսինչ ընտանիքին տուն ենք տվել։ Որ մենք էլ ասենք, այս մարդը գործ է անում, այսինքն այս Range Rover-ը, որ ձեռ ենք առնում, ասում ենք ամոթա, լավ, սա որ Range Rover-ից ես խոսում, ասի, այս դրա հաշվին Գյումրիում մի հատ ընտանիք տուն ստացավ։ Բա ուր է գնացել այդ փողը։ Տենց ընդհանուր հա ծախսվել է, բայց չէ եկեք անենք, որ ժողովուրդն է ասի նորմալ է։ Հիմա այս 7 տարի է 2500 ընտանիք ինչի է տնակներում ապրում։ Բա էլ ում կյանքը պետք է բարելավի, եթե ոչ այդ մարդկանց չեն ամաչում։ Ասում են 7 տարվա մասին եք խոսում, ինչու՞ չեք խոսում, որ դրանից առաջ 20 Բա դրա համար է հեղափոխությունն է տեղի ունեցել, դրա համար է նայեք այդ 20 տարի տեղի ունեցածի պատասխանը 18 թվականին տրվել է։ Հələ դնենք մի կողմ Նիկոլ Փաշինյանի կատարած ապաշնոր գործողությունները, Արցախը մնացած այս ինչ որ անում է։ 18 թվականի որ հետ են գնում, 18 թվականի տեղի ունեցածը
ժողովրդի արձագանքներ, այո, այդ անարդարության, բեսպրիձելի, եկամուտների բևեռացման, օլիգարխների այդ վարքագծի, որը չի վերացել, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, դրանից նախկին իշխանությունների օրոք թալանողները, երկիրը կեղեքողները, հարկեր չվճարողները չեն դառնում սրբեր։ Այդ մարդիկ ոնց կան, տենց մնացել են, դա պատմություն է եղել, բրծել է։ Հիմա դրա համար տեղի ունեցել է տեղափոխությունը։ Այո, երբ որ 20 տարի Գյումրիի տնակներում մարդիկ ապրել են, այդ մարդիկ որոշել են, որ սենց լավ չի որ ապրենք, չէ, եկել են աջակցել են այդ նախկինների գնալու։ Եվ դուք խոստումներ եք տալիս, հիմա չգնելու այն, ինչ եղել է, այդ գիծը գծվել է, այսինքն ի՞նչ է տեղի ունեցել, այդ մարդիկ դրա համար ոչ թե հիմա ինչի ենք ասում, այո 30 տարի այդ տնակները չի փոխարինվել բնակարաններով, դրա համար տեղի ունեցա 18 թիվը։ Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանը, այս 7 տարվա ընթացքում։ Հիմա որ շատ չծանրացնենք, բայց կարող ենք, չէ, պարզ թվաբանությունը, որը ցավոք Նիկոլ Փաշինյանը իր թիվը չի տիրապետում։ Եկեք մի հատ հասկանանք այդ 2500 տնակը, որ բաժանենք 7 տարվա, տարեկան 300, այսինքն օրը մի տնակ է գալի։ Օրը մի տնակ, այսինքն չեք կարծես, այսինքն օրը մի տնակ է, այսինքն օրը 10 միլիոն դրամ փող չի եղել, այսինքն մի բնակարան առնելու փող չկա օրական։ Ամեն օր ստատուս է գրում։ Հետևաբար այս process-ի արդյունավետության մասին կարելի է խոսալ միայն այն ժամանակ, երբ որ մարդկանց կյանքում էական փոփոխություն կլինի, որովհետև մարդիկ չեն ապրում բյուջեի հաշվետվություններով, ազգային վիճակագրական ծառայության զեկույցներով։ Մարդը ասում է, ես լավ եմ ապրում, թե վատ եմ ապրում։ Հիմա այս թեման ինչու է Փաշինյանը այսքան շատ թմկահարում վերջին շրջանում կապված է ընտրությունների հետ, արդյոք կարծում եք ժամանակ է ուզում ժողովրդից, որպեսզի այն ինչ որ խոստացել է հիմա կատարի, ազդում է այս ամենը ժողովրդի վրա։ Այսինքն իրականացի, որ մենք անընդհատ սրա մասին է խոսում։ Չէ, հիշենք, որ դե վերջին շրջանում առավել քան խոսում են անընդհատ հեշթեգներով անընդհատ նախկինները, այս թալանը եւ այլն, բա ինչից խոսա։ Այս միայն խոսում է այս մարդը, գործ չի անում։ Այսինքն ինքը անընդհատ արդարանում է, թե ինչի չի ստացվել։ Փոխանակ ինքը միջոց գտնի դա ստանալու, այլ արդարանում է, թե ինչի չի ստացվել։ Հիմա հասարակության վրա ազդում է, թե չի ազդում, վստահ եմ, որ չի ազդում այն տեմպերով, ինչ տեմպերով որ ազդում էր։ Որովհետև հասարակությունն էլ է հասկանում, որ կան process-ներ, որոնք հնարավոր չէ այդքան արդարացումներ գտնելու ասել չի լինում, հա, որովհետև երբ որ Գյումրիի տնակները շարունակում են լինել, որպես մեր ազգի արժանապատվության խարան, դրա համար ոչ նախկիններն են մեղավոր, ոչ Ռուսաստանն է մեղավոր, ոչ Եվրամիությունն է մեղավոր, այդ դավադրությունները այստեղ չի աշխատում, որովհետև մարդը այդ իր կյանքում է տենում։ Երբ որ մարդը տեսնում է, թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցների այս ցոփուշվայտ կյանքը, իրանց ջիպերը, իրանց նոր մեքենաները, իրանց շրջագայությունը, պարքեվավեճ, այդ մարդկանց ճանաչել են, չէ՞։ Նույն Գյումրիում մնացած մարզերում։ Դրա հետ մարդիկ արդեն էլ էս կուտը չեն ուտում, որ այդ հեքիաթները պատմում է, թե ինչի չի ստացվում։ Բայց վստահ եմ, որ այն հիասթափությունը ու այն անվստահությունը, որ կա Նիկոլ Փաշինյանի իր թիմի նկատմամբ, գնալով խորանում է, ու այս արդարացումները, այս խոսույթը որևիցե էական ազդեցություն չի ունենում ու ինչքան էլ ասում ենք հիմա նախընտրական process-ի մեջ է մտել Նիկոլ Փաշինյանը, իհարկե դա ցավ է, բայց յուրաքանչյուր հաջորդ ամիս հիմա Նիկոլ Փաշինյանը անձը չդնեն, գործող իշխանության ռեյտինգը իջնում է, այսինքն գործող իշխանությունը շարունակում է իր ապաշնոր քաղաքականությունը։ Բայց նրանք հույս ունեն, որ եթե խաղաղության համաձայնագիրը կնքվի, ապա դա մեծ հնարավորություն կտա իրենց վերընտրվելու եւ չի բացառվում, որ ընտրություններից առաջ իսկապես կնքվի։ Ես բացառում եմ, միշտ եմ բացառում, ընդհանրապես եմ բացառում, այս ընտրությունների հետ չեմ կապում, այսինքն սա նաև Նիկոլ Բայց նաև ընտրությունների համար իրենց համար կարևոր։ Եվ իրենք չեն էլ թաքցնում, ասում են մենք խաղաղության օրակարգով գնալու ենք ընտրությունների։ Եթե իրանց թվում է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետքա այդ մի քանի անգամ այդ ձերևի կատակ արեցին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, եթե ինքը մտածում է մենակ ինքն է ստորագրելու, հայ այդ չի ստորագրվում։ Ես ում հասկանամ էլ Ալիևը մեկ է իր թիմը էլ ոնց ասի Նիկոլ Փաշինյանին, որ այդ պայմանագիրը չի ստորագրվելու։ Այսինքն այլ ոնց բացատրեն այս մարդկանց, որ այդ թուղթը չի ստորագրվելու։ Այսինքն որ ոնց բացատրեն, որ Հայաստանի հետ իրենք խաղաղություն չեն ուզում։ Այսինքն ինչ պետք է անեն։ 20 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը 7 տարի է ինքն իրեն ներշնչել է ու իր թիմին ու նաև փորձում հասարակությունը, որ մենք գնում ենք խաղաղության։ Դրանից հետո տեղի ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում բռնազավթում զոհեր վիրավորներ։ Տեղի ունենում Արցախի շրջափակում, մարդիկ սովամահայնալում, Արցախի նկատմամբ
ռազմական գործողություններ, էթնիկ զտում, շարունակում է հայտած քաղաքականությունը, այդ հռետորաբանությունը, արևմտյան Ադրբեջան, եսիմ ինչ հեքիաթներ, այսինքն այդ ագրեսիան, Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներ, տարբեր խոշտանգումներ։ Ուզում ասեմ, մեր բնության մեջ էլ ինչ ագրեսոր քաղաքականություն պետք է մենք Ադրբեջանի կողմից տեսնենք, որ հասկանանք, որ այս մարդիկ մեր այդ խաղաղություն չեն ուզում։ Բա այլ ընտրանքը ո՞րն է, եթե խաղաղությունից չխոսենք, ինչ անենք այդ դեպքում։ Պետք չի խոսել խաղաղությունից։ Սրանց մոտ մի հատ էլ հեքիաթ կա, ասում է խաղաղության այլ ընտրանքը պատերազմն է։ Չէ, խաղաղության այլ ընտրանքը ուժեղանալն է։ Այս Նիկոլ Փաշինյանի խաղաղության։ Այսինքն մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, այնպիսի անվտանգային միջավայր, այնպիսի դիվանագիտական հարաբերություններ, իսկ միջազգային ասպարեզում այնքան մենք ազդեցիկ լինենք, ունենանք այնպիսի տնտեսություն, որ այսպես ասած թքած ունենանք այդ խաղաղության պայմանագրի վրա, որ մեր խաղաղությունը պահենք մենք ինքներս, ոչ թե թղթի կտորը։ Այդ 20 թվականի նոյեմբերի 9-ին էր Նիկոլ Փաշինյանը թուղթ ստորագրել, կա չէ, այդ թուղթն է իր ստորագրության, որ բացառում է ռազմական ագրեսիան։ Այդ կարանք հետ գնանք, խոսում ենք Ադրբեջանի մասին, նախկին իշխանությունների օրոք 94 թվականից բազմաթիվ թղթեր, հայտարարություններ Ադրբեջանի իշխանությունների կողմից կան միջազգային դերակատարների մասնակցությամբ։ Հիմա այս մեկը ասում են, դեռ Ռուսաստանը նոյեմբերի 9-ը խաբեց, բան չեղավ, լավ ասենք։ Բայց եվրոպական հարթակում Շարլ Միշելի, Մակրոնի գլխավորությամբ այդ հայտարարությունները որ տեղի ունեցան։ Բոլոր տեղերում ուժի սպառնալիք, մեկի ուժի գործադրումը բացառվել է։ Ու Ադրբեջանը շարունակում է։ Այդ փաստաթղթերը բոլորը ուժի մեջ են։ Ոչ միայն նոյեմբերի 9-ը, եվրոպական հարթակներում բոլոր հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի համատեղ բոլորը ուժի մեջ են, չէ՞։ Բայց այդ հայտարարությունների վրա թքած ունի այս մի սկի պայմանագիրը չի, չէ՞, վերջին պարզվեց համաձայնագիրը, ընդ որում տարբեր աղբյուրներ ինչ որ տենց, արտահոս կամ որոշակի ինչ որ ինֆորմացիա գնաց, նաև իշխանություններն չեն թաքցնում։ Այդ բովանդակությունն է, որ կարդում ես, ինքը ոչ մի բանի մասին ընդհանրական ձևակերպումներ են։ Ինքը բարի կամքի դրսևորում է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ իրար հետ լավ հարաբերություններ ունենանք, ամեն ինչ անելու ենք տնտեսությունը զարգանա։ Այսինքն ոչ մի բան, այսինքն ինքը մի փաստաթուղթ է, որտեղ ընդ որում ոչ միայն պարտավորություն, այստեղ շատ կարևոր է ընդհանրապես իրավաբանության մեջ կամ նույն հարաբերությունների մեջ պարտավորությունների կողքը պետքա լինի որոշակի, պատժամիջոցներ կամ որոշակի սահմանափակումներ, չէ՞։ Այսինքն ասում եմ, եթե դու այսիշ բանը պարտավոր ես անել նույն օրենքով, ապա ասում եմ, բայց եթե չանես, սենց բանակ է սպասվում։ Հիմա այդ Ադրբեջանը այդ ինչա պարտավորվում անել, այդ ՄԱԿ-ի որ կոնվենցիային կամ միջազգային որ պայմանագրերին այդ տարբեր որոնց միացել է, նույն այդ հղումը արվում, որ ասում է, եթե ես այս չանեմ, սրա չանելը կարա օրինակ հետևանք ունենա։ Վիճակվի միջազգային ինչ-որ դատարաններում։ Մենք կարանք հիմա այդ համաձայնագիրը, որ Իլհամ Ալիևը ստորագրելու է Նիկոլ Փաշինյանի երազանքով, խախտելու դեպքում գնանք միջազգային դատարան։ Ունի մեր իշխանությունը այդ հարցի պատասխանը։ Գնա միջազգային դատարան, ասի, sense պայմանագիր է ստորագրել այդ պետությունը ու խախտել է։ Միջազգային դատարանն է պատժամիջոցի։ Իհարկե չկա, այսինքն այո, Նիկոլ Փաշինյանի մի հատ խաղաղության պայմանագիր էլ չէ, ստորագրություն է պետք, որը ինքը sense վերցնի 26 թվականին վազվզի, բայց ու նաև սրան գալով այս վերջի շաբաթների սահմանային միջադեպերը, որ մենք էլ տենց դարձանք, հա, տենց ազգի դավաճան վայ խոսում եք սահմանից, քան այդ սահմանային կրակոցների մասին, սահմանային յուրաքանչյուր բնակավայր գնաք, այդ մարդիկ լսում են, խուր չեն ձեր նման։ Այսինքն, այս ինչի համար են թաքցնում, որ էլի ցույց տան, որ խաղաղություն է, չէ, որտեվ այդ Նույնիսկ Վայ Ղալոմյանը երեք ասում էր, որ ինքը Տավուշից է եկել եւ որևէ ձայն չի լսել կրակոցի եւ գյուղացիներն էլ չեն լսել։ Դե հիմա եթե Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Վայ Ղալոմյանի լսողությամբ այդպես չափվում, ցավում եմ։ Ես կարծում եմ, ընդհանրապես մեր սահմանային միջադեպերի մասին պետք է պաշտպանության նախարարությունը որ հաղորդագրություններ տա ու էս էլա ցավ էլի որ հստակ տեղեր ունենում կրակոցներ ու պաշտպանության նախարարը երբ որ Վայ Ղալոմյանը մի բան ասում չի լինում անձի վրա չկենտրոնանանք այդ մարդը այդ ֆունկցիան չունի հիմա չգիտի խափում է էս անում դրանից ողբերգություն պետք չի սարքել բայց երբ որ պաշտպանության նախարարությունը հերքում երբ որ պաշտպանության նախարարությունը հերքում այդ է ողբերգություն իսկ մարդիկ սկսում են անվստահություն ունենալ դուք պատկերացնում եք Աստված չանի մի օր էլի ռազմական մեծ գործողություններ լինեն հիմա Պաշտպանության նախարարությունը այս վարկագծով իր հանդեպ ձևավորում է հերթական անվստահությունը, որ այս մարդիկ սուտ են խոսում ուղղակի։
Ու հետո մենք այն հայտարարությունը, որ ասվում էր, որ սահմանի ուղղությամբ չի կրակոցները։ Այո, որ չկան կրակոցներ, բայց կոնկրետ մարդիկ տեսնում են, չէ՞։ Ասում են կրակոցներ կա, բայց սահմանի ուղղությամբ չէ։ Այդպիսի հայտարարություն արեցին իրենք, հետո էլ խնածախի մասին խոսեցին։ Հա, երբ որ արդեն շատ են կրակում, երբ որ արդեն աղմուկ է լինում, լրագրողները մենք աղմկում են, որ ստիպված, որ այդպես մեծ սուտասան չդառնան, մեկ ու մեջ ասում են կրակել են։ Բա ուր են մեր սիրելի Եվրամիության դիտորդները։ Բա ինչի, որ եկել եք, չէ՞, այդ մի հատ պայմանագրով եկել եք դիտորդություն եք անում, ինչի չեն արձանագրում։ Ինչի չեն, այդ գյուղերի հետ շփվում են, չէ՞։ Էտա չէ իրանց մոնիտորինգի նպատակը։ Բա արձանագրեք, բա գնացեք մի հատ Եվրամիության ձեր ղեկավարներին զեկուցեք, է դրանք է թող գոնե մի հատ հայտարարություն անեն։ Թող մի հատ պատժամիջոց կիրառեն։ Շաբաթից ավել է փաստորեն ձգվում է կրակոցները եւ այո, Եվրամիության դիտորդներն էլ այս լռությունով այսպես ասած նոր հնարավորություն են տալի Ադրբեջանին։ Ադրբեջանը ասում է հələ եկեք մի հատ փորձենք էլի, մի շաբաթ մի հատ թեթև կրակենք, եթե տենց ձեն կհանեն, ասենք լավ դե հիմա ասել Սարոն Պապիկյանի օդ ենք կրակում, անցավ գնաց։ Այս մարդիկ 2 օր օդ կրակեցին, մի 3 օր մեր կողմ կրակեցին, դեռ մեն ձեն չկա, ասում են լավ հələ եկեք մի հատ խփենք մի հատ գյուղին, մի հատ տան խփենք, էլի ձեն չկա։ 3 մշակույթի տանն էին խփել խնածախին։ Այսինքն դրա համար է ձեն չեն անում, ոչ մենք, ոչ միջազգային հանրությունը։ Հետո կասեն լավ եկեք մի հատ հələ մի հատ զինվորի խփենք վիրավորվի։ Դրա համար կսկսեն ցավալ, հետո ցավը կարող զոհեր ունենանք։ Այսինքն Ադրբեջանը ամեն քայլից հետո երբ որ պատասխան չի ստանում, ավելի մեծ ախորժակով առաջ գալիս։ Իսկ բացատրությունը ո՞րն է միջազգային հանրության լռության այս դեպքում կամ եվրադիտորդների լռության։ Ну բարդ է ասել, որովհետև եվրադիտորդներն էլ, ավելի ճիշտ Եվրամիությունն էլ, այո, բոլորը դեմ չեն խաղաղության։ Ու այո, կա տեսակետ, որ փորձում են այս չսրել հարաբերությունները, հա, այսինքն տենց չսևեռվել Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների հռետորաբանության վրա, անդադ փորձելով մեղմել, վայ, բարիշեք, լավ, ոչինչ դե լավ, հիմա մի հատ է կրակել են, չգնա լարվածության, բայց տեսնում ենք, որ այդ ամեն ինչը բերում է նրան, որ Ադրբեջանը ամենևին հակված չի այդ մեկնած ձեռքը միջազգային հանրության, որ արի գնա խաղաղության, Ադրբեջանը չի օգտագործում, այսինքն շարունակում է իր հռետորաբանությունը եւ միջազգային հանրության այս վարկագիծը միանշանակ անընդունելի է, որովհետեւ նաեւ այդ խաղաղությանը ինչքան էլ միջազգային հանրությունը այո կողմ է ու շատ ողջունելի է։ 54 երկիր ողջունել է փոխարկորս նախագահը։ Իհարկե շատ կարևոր է, բայց այսօր էլ ազգային ժողովի նախագահն ասում է ինչու եք ասում են ողջունելն, այդ ողջունելը նաեւ պարտադրել է ենթադրում։ Ուր է այդ պարտադրանքը։ Մի հատ եկեք խնդրեմ էլի որ հրապարակային չի միգուցե դռների հետևում են պարտադրում։ Քանի որ բարեբախտաբարի տարբերություն ձեզ եւ ձեր գործընկերների այլևս չեմ շփվում այս իշխանությունների հետ։ Հիմա եթե դուք առիթ եք ունենում, մի հատ խնդրեմ ասեն 20 թվականից հետո պատերազմից հետո Ադրբեջանին ինչ է պարտադրվել միջազգային հանրության կողմից, որը Ադրբեջանը արել է։ Ընդհանրապես հայ-ադրբեջանական Արցախն էլ ներառյալ հարաբերություններում կա մի բան, որ Ադրբեջանը պարտադրված արել է։ Ինչ է արել։ Մի հատ տարածքը ներխուժած հետ գնացել, չգիտեմ, ինչ-որ մի հատ պատժամիջոց է կիրառվել, ինչ-որ որոշում է փոխել։ Մի հատ առիթ եթե լինի, առնվազն ես չեմ հիշում, որ միջազգային հանրության որևիցե ճնշման, որևիցե կոչի, որևիցե բանաձևի հետևանքով Ադրբեջանը որևիցե գործողություն է իրականացրել։ Իսկ այս կրակոցների հետ կապված ինչ հետևանքներ կամ ինչ շարունակություն կարող է ունենալ։ Դուք ինչ միտումներ եք տեսնում այստեղ։ Նախ սկզբից ապատեղեկատվություն տարածեցին իրենք, հետո սկսվեցին կրակոցները արդեն։ Եվ մեկ ոչ թե մի ուղղությամբ, այլ նաև Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի ուղղությամբ։ Երբ որ մի փոքր հետ են գնում 20 թվականից սկսած, ինչ մեթոդ է օգտագործում Ադրբեջանը, անդադ մի քանի պահանջ է դնում, ու ինչ որ պահանջներ քիչ-քիչ Հայաստանը կատարում է, մի մասը պարտադրված, մի մասը ուժի գործադրված, մի մասը այս անհասկանալի ու ապաշնոր դիվանագիտության հետևանքով։ Հիմա կարծես թե բոլոր պահանջները համաձայնվել են։ Չէ, ու հիմա քանի որ բոլոր պահանջները կա, բայց այս պահանջները չեր եղել։ Եկեք հետ գնանք։ Հիշում եք 21 թվականից Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 5 կետանոց, որը հրապարակվեց, այնտեղ սահմանադրություն չկար տենց բաներ, չէ, այսինքն 5 կետեր՝ ճանաչել տարածքային ամբողջականություն, բացառել ուժի գործադրում, չունենալ ինչ-որ տարածքային վեճեր, հետագայում ինչ-որ դիվանագիտական հարաբերություններ ու ինչ-որ ճանապարհների բացում։ Հիմա 5-ը դարձել է 17, հավելյալ մի 45 անգամ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, չէ, այսինքն այն ուր էր այդտեղ երբևէ մենք չենք խոսում ու չենք լսել Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի մասին, ճիշտ է։ Այսինքն մենք դրա մասին չենք խոսում, այդ միջազգային դատերի մասին չենք խոսում։ Դե բայց դրանից հետո Փաշինյանը այսինքն ինչ է տեղի ունենում։
այդ 5 կետ է առաջարկում, 5 պահանջ։ Հայաստանը համաձայնվում է։ Հետո գալիս է եւս 5-ը, դրանել է համաձայնում, եւս 5-ը։ Ես առիթ ունեցել ենք ասես, կկվի հեքիաթն է։ Հերթական կկուները Նիկոլ Փաշինյանը իդեմս մեր տարածքի, մեր արժանապատվության, մեր իրավունքների տալիս է Ադրբեջանին։ Այսինքն եթե ձեզ թվում է, որ Մինսկի խումբը լուծարելով, որ այսօր էլ տենց միաժամանակ ստորագրենք, հա, տենց մի ձեռով Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, մյուս ձեռով կամ Արարատ Միրզյանի ձեռքը կբռնի, տենց դուետով կստորագրեն Մինսկի խմբի լուծարումը։ Եթե պահանջներ կդնեն, ասենք Ալեն Սիմոնյանին է կբերեն համատեղ 3-ով միաժամանակ ինչ որ թղթեր կստորագրեն Ադրբեջանին կնվիրեն։ Հիմա ակնհայտ է, որ լավ էս Մինսկի խումբի լուծարումն է համաձայնվեցին, այն դատերն է համաձայնվեցին, որում ակնհայտ է, չէ, որ այդ միջազգային դատերը, երբ որ օրինակ երկու կողմ իրար դատի են տալիս, որ կողմն է շահագրգռված, որ ասի եկեք դատերը երկուսով հետ վերցնենք։ Ով պարտվելու է, չէ, դատերը։ Բոլոր իրավաբանները մեր, նաև վերջերս մենք քննարկում ենք միջազգային մասնագետները, միանշանակ պնդում են, որ Ադրբեջանի կողմից ներկայացված դատական հայցերում որևիցե վտանգ չկա։ Ակնհայտ կեղծ մի մասը նաև ինչ որ նախնական փուլում են, արդեն բացասական դիրքորոշում ստացած, այսինքն այդ դատերը մեր համար որևիցե վտանգ չկան։ Ի տարբերություն Հայաստանի դատերին, որոնք էական վտանգ են ներկայացնելու Ադրբեջանին։ Հիմա եթե Ադրբեջանը իմանար, որ այս մեր դատերը անիմաստ դատ է, ասենք որ դիմել ենք, ասում ենք, եսի ինչ արա, ասել դուք եք ձեր դատերն է շատ պետք է, սրանից ոչ մի վնաս չկա։ Այսինքն Ադրբեջանը հասկանում է, չէ՞։ Բա համարժեք ոչ թե պետք է իրանց դատերի հրաժարվելուն գնայինք։ Այսինքն քանի որ մեր դատերը էական վտանգ են ներկայացնում Ադրբեջանին, նույնիսկ եթե սրանից հրաժարվում է, սրա դիմաց պետք է այլ պահանջ դնես, գերիների վերադարձ, սահմաններից դուրս գալ։ Հիմա այս ամեն ինչից հետո տեղի ունենալու նոր պահանջներ, բայց ակնհայտ է, որ գոնե Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ սահմանադրության փոփոխությունները իր համար կործանարար են լինելու։ Հերթական շուստրությունն է անում, դե Ալիևին չի ասում, չէ, չենք փոխում սահմանադրությունը, ասում է դες փոխում ենք, բայց կփոխենք 26 թվականից հետո, որովհետև մինչև 26 թվական սահմանադրություն անելու մերժել քաղաքական առումով էական խնդիրներ է առաջացնելու հաջորդ ընտրությունների համար։ Այսինքն Ալիևն էլ է դա հասկանում։ Այսինքն Ալիևը հասկանում է, գիտի որ դա երկարատև գործընթաց է, բայց պնդում է, որ պարզ բան ենք ասում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխել, ասում է, այսին դիրքորոշումն է։ Համանեք չի պահանջում, բայց ասում է, միջև չփոխեք, չեմ ստորագրում։ Ինքն է չէ որոշում ստորագրի թե չէ, ասում է, չփոխեք, չեմ ստորագրում։ Հիմա մենք էլ ասում ենք 26 թվից հետո ենք փոխելու։ Այս պարզ մի հատ նայենք, էլ չխորանանք բովանդակության մեջ։ Հիմա ստեղից պարզ բան է, չէ՞ դառնում, ասում է, եթե չփոխես, չեմ ստորագրում, Նիկոլն է ասում է 26 թվից հետո ենք փոխում, պարզ է, չէ՞, մինչև 26 թվից էլ չի ստորագրվելու։ Այսինքն երկու կողմը իրանց հայտարարություններով բացառում են մինչև 26 թվին ստորագրելը։ Հետևաբար մինչև 26 թվի մասին, այսինքն մինչև ընտրություններ խաղաղության պայմանագրի ստորագրումը անհնար է։ Այսինքն ընդհանրապես ըստ կարծում դրա մասին պետք է չխոսա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հերթական հեքիաթն է լինելու։ Սա դժվարացնելու է Փաշինյանի վերընտրվելը եւ այսօր երբ հարց հնչեցվեց թե արդյոք Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները խոսում են այն մասին, որ 2026-ին էլ ձեզ չեն ընտրելու, Ալեն Սիմոնյանն ասում էր, որ դա այդպես չէ եւ չես կարող դա ցուցիչ համարել։ Ես առիթ ունեցել եմ խոսելու, որ Գյումրիի ընտրությունները ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ գերագնահատել։ Այն որ Գյումրիի ընտրություններում իշխանության պարտությունը վայ Նիկոլ Փաշինյանի վերջի սկիզբն էր, իհարկե տենց ինչ որ, հա, քարոզչական ինչ որ գործոն էր, որը որոշակի ազդեցություն կարող է ունեցել։ Բայց պետք չի գերագնահատել, որովհետև ակնհայտ է Գյումրիի ընտրությունների հիմնական կոմպոնենտը ուղղակի թիմ ընտրությունն է, այո, երկրորդ քաղաքն է։ Բայց գյումրեցիների ճնշող մեծամասնությունը, նաև որպես ցավոք ամենաաղքատ քաղաք կամ քաղաքներից մեկի ներկայացուցիչներ, իրանց համար իրանց խնդիրների լուծումն էր կարևոր, իրանք տենց։ Բայց ամեն դեպքում Սարիկ Մինասյանը քիչ ցենց ստացավ։ Չէ, բայց հիմա նա չանցա, բայց այո, հիմա, չէ, բայց հիմա մի կարևոր բան արձանագրենք, որ այո, Գյումրին էլ առավել եւս Փարաքարն է ֆիքսեց մի բան, որ մենք կարող ենք ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ինչի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք։ Այսինքն տեղի ունենում ընտրություն ու ԿՊ-ն պարտվում է։ Հիմա ով ընտրվեց, ոնց ընտրվեց, այս դնում ենք մի կողմ։ Ես ընտրությունների թվերն եմ արձանագրում, բացում ենք ԿՀ-ի, կայքը տեսնում ենք, ԿՊ-ն հավաքում է 30-ից 35% ձայն։ Հիմա հետո ինչ է ալնում, այդ ամենտեղ առանձնահատուկ է, չէ՞, Գյումրիում սենց եղավ, Փարաքարում մենակ մենք էինք մասնակցում, կարողացանք հաղթել։ Բայց մի բան արձանագրենք։ Իշխանական լծակներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ճնշումներով, տարբեր չարաշահումներով ԿՊ-ն կարողանում է հավաքել 30-ից 35%։ Ընդ որում երկու տեղներ եւ Գյումրիում եւ Փարաքարում
համայնքային գործող իշխանությունը իդեմս այդ ԺՊ-ների իրանք էին։ Այսինքն այդ լծակը շատացավ, որտեղ մենք բազմաթիվ համայնքներ ունենք, որ ԿՊՆ-ել չի իշխանություն։ Հետաբար ես չեմ տեսնում որևիցե տրամաբանական հաշվարկ, որ 26 թվականին իշխանությունը շանս ունի ընտրվելու։ Այո, չեմ բացառում, որ ձայներ կհավաքի, իհարկե պետք չէ հերքել։ Այն որ մարդիկ կան Նիկոլ Փաշինյանին ընտրում են, այն որ կա վարչական ռեսուրս, հիմա չպետք է ասենք, եթե մենք չենք ընտրում Նիկոլ Փաշինյան, չի նշանակում ոչ մեկ չի ընտրում։ Չպետք է ինքնախապեյությամբ զբաղվել, ասել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 0 է, չէ։ Մարդիկ ունեն որոշակի ռեյտինգ, ինչ որ մարդկանց համար ընդունելի է իրենց քաղաքականությունը, ինչ որ մարդկանց համար յուղի ասֆալտը իրենց համար բավարար է։ Էտա, հիմա չենք կարող մենք այդ մարդկանց վարքագիծը երկենք։ Իհարկե չի լինում, իհարկե դա չի լինում, բայց նաև արձանագրում ենք մի բան, որ քաղաքական դաշտում չկան ուժեր, որոնք ունեն էական հնարավորություններ հայտնվել խորհրդարանում, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես Գյումրին ցույց տվեց։ Եվրադաշինքը, ընդհանրապես հիմա Եվրադաշինքն մնացած այն կեղծ թմերը, որ հավաքել են, որ ինչ որ տենց կեղծ ընդդիմություն են կամ ինչ որ այլ օրակարգ ունեն, այսինքն Նիկոլ Փաշինյանին սպասարկող ուժեր, որպես այդպեսին, այլևս չկան։ Ազդեցիկ ուժեր նկատի ունեն։ Հետևաբար ակնհայտ է, որ ոնց Գյումրիում տեղի ունեցավ 26 թվականի ընտրություններում մենք արձանագրելու ենք մի կողմում միայն Նիկոլ Փաշինյան, մյուս կողմում տարբեր քաղաքական ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանից էապես շատ ձայն են հավաքելու բոլորով միասին, ու ուղղակի այդտեղ ճիշտ համագործակցության, ճիշտ գնահատելով իրավիճակը, շատ մեծ է հավանականությունը, որ 26 թվականին արդյունավետ համագործակցության արդյունքում կոալիցիոն կառավարության միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Հիմա դուք ինչ եք կարծում, հնարավոր է վաղը Գյումրիում ավականին ընտրի Սարիկ Մինասյանն, այսինքն 3 ձայնը, որ պակասում է, որպեսզի նա քաղաքապետ դառնա, ի վերջո իշխանությանը հաջողվի ընդդիմությունից ստանալ։ Իշխանության վարքագիծը ճանաչելով են, որ նաև տարբեր թիմերում, ասում մեր վրա ենք զգացել իրենց այդ չարաշահումները, իհարկե չի կարելի բացառել։ Իհարկե այդտեղ 33 ավականի են, այսինքն մոտ 19 ավականիներից 3 հոգու ձայն ինչ-որ ձևով բերել այս կողմ տեսականորեն չի կարելի բացառել, բայց հուսով եմ, որ այս ամեն ինչի մասին այս թիմերը, ովքեր հայտնվել են ավականիում, գիտակցել են ընտրություններից առաջ, այսինքն տենց զարմանալի չէր, որ ԿՊ-ն կարող էր մարդ գողանալ կամ ինչ-որ խնդիրներ ստեղծել եւ ավականու կազմում ընդգրկված ընդդիմադիր ավականու անդամները իրենց վարքագծով կպահեն իրենց սկզբունքայնությունը, առնվազն այս պահին ոնց հասկանում եմ նման ինչ-որ մտահոգություններ չունեն քաղաքական ուժերը։ Բայց ինչու են այդ դեպքում իրենք խոսում այն մասին, որ Սարիկ Մինասյանի թեկնածությունը պետք է առաջադրվի։ Չեմ կարող ասել, հիմա շատ դժվար է Նիկոլ Փաշինյանի գործողություններում տրամաբանություն գտնել ու չեմ էլ դրանով զբաղվում, տես բարդ, շատ բարդ բան է հասկանալ։ Ասում են մենք չենք պարտվել։ 20,000 թվականի պատերազմում չեն պարտվել, ոնց Արցախը հանձնելուց չեն պարտվում, ոչ միտեղ իրանք չեն պարտվում։ Հիմա գիտեք ինչ, նույն 26 թվականին, հա, փորձենք կարծինեմ, որ ինչ է, հիմա ոնց այս Գյումրիում փառակարում չէ, որ առավոտ շուտ Նիկոլ Փաշինյանն այդ ստատուս գրեց, որ սա ժողովրդավարության հաղթանակն էր եւ այլն, ու մոտապես այդ բովանդակ։ Այ ցանկացած իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հաղթած է դուրս գալի իր համար, էլի։ Հիմա 26 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտվելու է, ինքը գելա սա ժողովրդավարության հաղթանակն էր, գործող իշխանությունը ընտրություններով պարտվեց։ Որի համար մենք ուրախ կլինենք, որ ինքը նման ստատուս գրի, բայց Գյումրի ու Փարաքարի ընտրություններում մի նաև հետաքրքիր փաստ արձանագրվեց արդեն իրողություն, մենք ունեցանք հերթական ընդդիմադիր ԿՊ խմբակցությունը։ Ու հուսով եմ, որ շատ արագ չնաստիմ ընտրությունները այլևս չկան եւ 26 թվականին նույնպես ազգային ժողովում կունենանք ընդդիմադիր ԿՊ խմբակցություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։